Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, ուրախ եմ ձեզ ողջունելու իմ ալիքում, հուսամ կմիանաք եւ կդառնաք մեր YouTube-յան ընտանիքի անդամ։ Ես սկսում եմ հերթական վլոգս, այս սիրուն տեսարանից մեզ ուղարկել էին նվեր Printic ընկերության կողմից, ներկիր ինքդ տետրա, որտեղ ընտրված բոլոր նկարները մեր իսկ նկարներն են, մի հատ այստեղ նայեք, խնդրում եմ, երեխաներն են, ես ու Սոսեն, այս նկարներն եմ շատ սիրել, քիչ առաջ նկարում էի, այս նույն վիդեոն Instagram-ի story համար, story բաժնի, սա Սոսեի դուրսգրման օրն է հենց հիվանդանոցում, ասեցի մի անգամից ձեզ համար էլ նկարեմ, որովհետև շատերը ինձ չեն հետևում ցավոք Instagram-ում, այնինչ ես Instagram-ում շատ ավելի ակտիվ եմ, եթե ունեք Instagram-յան էջ ու չեք հետևում ինձ, այստեղ ներքևում կթողնեմ իմ Instagram-յան էջը, կարող եք գնալ եւ միանալ ինձ նաեւ Instagram-ում, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն հետևում Instagram-ում կամ առհասարակ չունեն Instagram, սենց մեկ-մեկ փորձում եմ այստեղ եւս կիսվել այն կադրերով, որոնցով Instagram-ում եմ կիսվում, այս նկարը մի հատ նայեք ինչ լավն է, հա, տղաներն են, չգիտեմ այս տետրը կտամ երեխաները ներկեն արդյոք, թե ոչ, որովհետև օբսոսում եմ անկեղծ ասած, կամ պետքա տամ շատ զգուշությամբ ներկեն, որ հանկարծ չփչացնեն, ու ես կարողանամ պահել սա հիշողություն ամբողջ կյանքի համար։ Ինչքան սիրուն նկարներ են ընտրված։ Ես չեմ իմացել, թե ներսում ինչ նկարներ կան, բոլորը մեր էջից ընտրել են, հավաքել են միտեղ։ Շատ հավես, սա շատ ջերմացա։ Տանեմ երեխաներին էլ ցույց տամ, հաստատ կուրախանան, այս վրայինն էլ, շատ լավն է։ Նայեք մեզ ինչ տետր են ուղարկել, ներկիր ինքդ։ Ох, իմ Սոսե, արթնացար, ողջույն։ Ողջույն, արի, Սոսե, ողջույն, հետևում գնում է մեր վլոգը, նոր, ջոն, այսում Սոսենա, Սոսե ջան, համենտեղ մենք ենք, ես, հետևում ես եմ, վլոգն այսօր եմ տեղադրել ու արդեն մի անգամից սկսել եմ նոր վլոգ, Սոսեն, ով հենց նոր արթնացավ ձեր աչքի առաջ, ու տղաները, ովքեր հիանում են մեր նվերով այսօրվա, Սոսեն այսօր պատվաստվել է, երկու բուդիկը ծակել են, բայց ոնց որ թե դեռ իրեն լավ ազգում, օրը արդեն գրեթե ավարտին է մոտենում, երեկոյա ժամը 8-ի կողմերը, առավոտ շուտ ենք պատվաստումը ստացել ու ոնց որ թե Սոսեն ամբողջ օրվա ընթացքում լավ է եղել, հուսանք վաղն էլ այսպես կշարունակվի։ Նոր օրը վլոգի շարունակություն, գնում ենք ես ու Սոսեն Onyx, հունիսի 1-ի կապակցությամբ երեխաներին նվերներ պետք է անեմ ու պատվերս հասել է, բայց այստեղ միայն Ադանի պատվերն է, Ադանի նվերն է, Առնոյին ու Էմինին այստեղից ինչ-որ մի բան կգնեմ, Առնոյին ավելի շուտ արդեն գնել եմ, Էմինին էլ տեսնենք, մի բան կգտնեմ, պատվիրել եմ ռոլիկներով բոթաս, մտածեցի, որ Առնոն փոքր է դրա համար, չի կարողանա ինձ թվում այնքը ռոլիկներ քշել, Էմինն էլ մեծ է, հետաքրքրվում էից, այս տակտիչնի երեխաներից, թե ով ինչ կուզի, ու հասկացա, որ Էմինը այդքան էլ իր սրտով չի ռոլիկներով բոթասը, մի խոսքով որոշեցի միայն Ադանի համար պատվիրել, որովհետև Ադանը շատ էր ուզում, տեսել էր, որ ընկերուհուս տղան ունի, ու անընդհատ ուզում էր, իր համար շատ հաճելի անակնկալ կլինի հաստատ, Առնոյին էլ սովորական բոթասներ եմ գնել արդեն, Էմինին էլ
Չգիտեմ, կմտածեմ, մինչև հունիսի 1-ը դեռ ժամանակ կա, օր ունենք դեռ։ Կմտածեմ, ամենի սրտով ինչ-որ բան իրեն կգնեմ։ Մի խոսքով երեխաների համար ամեն մեկին մի փոքրիկ նվեր կպատրաստեմ։ Կարծում եմ շատ կուրախանան իրենց տոնն է ի վերջո։ Հիմա ընկերուհուս պետք է հանդիպեմ, միասին իջնենք։ Շատ պունկտուալ դուրս եմ եկել տանից, ես առհասարակ մի քիչ ուշացող տեսակ եմ, եթե անկեղծ, բայց շատ աշխատում եմ այդ գծի վրա բնավորությանս, որովհետև ինձ մոտ իսկապես արդեն բնավորություն է դարձել ուշանալը։ Եթե ինձ ասում են ժամը 1-ին տեղում լինես, իմ մտքում ծրագրավորվում այնպես, որ ժամը 1-ին տանից դուրս գաս։ Ես ասեմ հանուն արդարության, ես ինքս երբեք չեմ նեղվում սպասելուց, երբեք։ Եթե ուրբեկ ուրիշ ուշանա, ես երբեք չեմ նեղվում, սպասեմ ինչքան որ պետքն է, ինչքան ժամանակա շատ ցենց պունկտուալ աշխատում եմ տանից դուրս գալ եւ պայմանավորված ժամին տեղում լինել ու ինչպես տեսնում եք այսօր էլ բացառություն չի, հիմա ես սպասում եմ ընկերուհուս։ Շնորհավորում ենք ձեր առաքանի պատրաստ ստացման։ Շնորհակալություն է ծառայություններից օգտվելու համար։ Շոմես այս ռազմերները որոններ 26-27 ոնց է դիմաչ 27 Իսկ իմ մոտ ճնջվել է էլի մեր նամակագրությունը այս մեծը քունն է փոքր համեցինն է հա Nacho. Ay, Lana. Porque mi hija compraba así. Ya, como es la voz en la emoción. Está en partido. Troszkę en partido. Jednak nie relawne banie. Lawne. No. Pensiona. Հիմա ինչքան 800 քաշը, հա? Ես սրանց մի 2000 էլ իրանց եմ տվել։ Նայ, բայց ես էլ լավ է։ Հա։ Նայել ցույց տամ։ Եվ գնանք։ Իմ մայրիկը հունիսի 1-ի կապակցությամբ ինձ համար նվեր է առել, ու հիմա բացենք, տեսնենք, թե ինչ նվեր է լինելու։ Ինչու դիր կոշիկները։ Հասկացար ադան։ Շնորհավոր։ Էսի, նայ։ Չես ետենցը չի։ Էսի ոնց է սա։ Նայ բանալի։ Առաջին էսանք։ Նրանք պետք է ուղղակի պահել։ Էսի չի համարը։ Հետո այսինքն ենք վանքը տենց մնա։ Չէ, պետք է այդ ուղղակի պահես, որ երբ որ ռոլիկներ չես ուզում, նոր դրանք դնես ադան։ Սետ։ Սետ։ Վարկյանը սեղանը թողնես կեզ բրմել։ Ապրես, տենց։ Ես եկա տուն, Ադանին ուրախացրի իր նվերով, շատ էր ուրախացել։ Իսկ ես տափոխվեցի, պատրաստվեցի ու էլի տանից դուրս եկա, այս անգամ արդեն առանց սոսեի գնում եմ Հալաբյան միջոցառման եմ հրավիրված։ Ինչ որ կադրեր ձեզ համար էլ կնկարեմ,
Ման միջոցառումները հիմնականում սթորի տարբերակով ներկայացնում եմ Instagram-ում, բայց ձեզ համար էլ ինչ-որ բաներ կնկարեմ, կարծում եմ հետաքրքիր կլինի, ուշացել եմ 5 րոպեից պետք է տեղում լինեի, բայց մի կես ժամից հազիվ էլ հասնեմ, այս անգամ ես մեղավոր չէի, սպասում էի ամուսինս տուն հասնել, որ կարողանայի Սոսեին թողնել ու դուրս գալ։ Նրա նպատակասլացությունը, աշխատասիրությունը եւ բազմակողմանի հետաքրքրությունները վկայում են, որ Մանեն ունի մեծ ներուժ եւ շարունակելու է գրանցել նոր հաջողություններ, ինչպես ստեղծագործական, այնպես էլ կրթական ոլորտներում։ Եկեք ծափահարենք Մանենին։ Շատ շնորհակալ եմ Կեսակիսից, որ իմ համար այդքան գեղեցիկ երգեր ա գրել։ Ինքը օրերով տանջվում է, որ իր սաների համար գեղեցիկ երգեր գրի։ Իսկ իմ օրատեսո հոլովակը շատ գեղեցիկ է ստացվել։ Ասրարին գակի ճանապարհին ոզում եմ ողջունել իմ ընկերներին։ Ես դուրս եկա միջոցառումից, շատ հավես էր, լիքը նվերներով դուրս եմ եկել, հիմա սպասում եմ տաքսին հասնի, առաջին անգամ դիմելու եմ հոնքերիս համար բրովոլոգի, հստակ ինքս էլ չեմ պատկերացնում, թե դա ինչ մասնագիտություն է, հիմա գնում եմ այնտեղ, բայց ընթացքում ինչ-որ բաներ էլի ձեզ կպատմեմ, անվնաս եղանակով, առանց ավելորդ քիմիական նյութերի, հոնքերի շփում են իրականացնում, իսկ այս պահին ինձ համար դա շատ կարևոր է, որովհետև գիտեք, որ Սոսեն ԿԿ-ա ու քիմիական նյութեր չի կարելի ինձ օգտագործել խնամքի հարցում, այդպես։ Հիմա գնում եմ, հեսա մեքենան կհասնի արդեն, ոնց որ թե եկա։ Բրովոլոգը մասնակետն է, որ տեսեք ձեր եւ ձեր հոնքերի միջև ոնց որ այսպես ասած, կոպիտ ճակերտավոր ասած, սանիտարի դեր ոնց էր կատարի, ինչ է անում ժամանակի ընթացքում մեր մազերը հոնքերի սկսում են երկարել, աճել, ծերանալ ու բնականաբար տվյալ հոնքի մազերը մենք կամ կտրում ենք, կամ էլ ուրիշ միջամտություններով փորձում ենք շտկել, բայց իրականում մեր օրգանիզմն ասում է, որ տվյալ մազը պետք է դուրս գա, որ իրեն փոխարինի ավելի նոր երիտասարդ ֆոլիկուլ, որոնք սպասում են իրենց հերթին, քանի որ տվյալ մազը դուրս չի եկել, իսկ ինքը ներքևում սպասում է։ Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի պաշար մազերի, որոնք չեն օգտագործում։ Ու իմ աշխատանքն անում է, որ ես ինձ հետո փորձում եմ, այսինքն գտնել այդ մազը, որը ծեր է, որը վնասված է, որը պետք չէ, ու իրեն իր վրա աշխատելով ճիշտ ուղղությամբ եւ ճիշտ տեխնիկայով հեռացնելով հնարավորություն եմ տալիս նոր ավելի երիտասարդ, ավելի նուրբ մազերին աճելու։ Ու այդ արդյունքները, որ քեյսերում տեսնում եմ, դրանք ավելի մատղաշ հոնքերն են։ Օրինակ, պատկերացրեք երեխայի հոնքերը ինչքան փափուկ են, այսպես ոնց որ պուշիստի են, այսպես փափուկ են, իրենք ավելի նուրբ են, գուցե թափտված է տեսք, ինչ որ չունեն ֆորմա, բայց իրենք ավելի գեղեցիկ են։ Դա նրա արդյունքում է, որ իրենց օրգանիզմը կարողանում է այդ սերնդափոխությունը հոնքերի մեջ կատարել, իսկ մեր օրգանիզմն ավելի կենսական հարցեր ունի լուծել, ինքը խելացի է, ինքը ավելի այն հարցերն է լուծում, որոնք կարևոր են։ Ու բացի այդ ծեր վնասված մազերը վերցնում են այն սպիտակուցը ջուրը, որը անհրաժեշտ է, ու իրենք իրենց վրա են վերցնում այդ սնունդը ու չեն թույլ տալիս, որ մյուսները սնվեն։ Դրա պատճառով, երբ որ օրինակ հեռացնում եք ու նոր մազն աճում է, ինքնք ավելի բնական են ու ավելի գեղեցիկ են, ձեր մազերը ձեր գույնն է, այդ ձեր հոնքերը այս գույնի պիտի լինեն։ Իրականում իրենք հենց այդ գույնի են։ Անայք, բայց տակի պերմանենտը ինքը հենց ավելի մքացրել է ու ինքը ավելի ֆիքսել է։ Բրովոլոգը նաև միակ մասնագետն է, որ մինչև հիմա կարողացել է մազի աճի ուղղությունը փոխել։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք երեխաներին էլի sense փափուկ, իրենց հոնքերը միշտ վերև են աճած։ Բայց չգիտես ինչի ժամանակ հետո մեր հոնքերը սկսում են ինչ-որ ցցված տարբեր կողմերի։ Դա նրանից է, որ մեր միջամտության համաժամանակ տեսեք նույն պինցետը հրաշքներ է գործում։
Այսինքն իմ աշխատանքային միակ գործիքը պինցետն է, գլուխը եւ ձեռքերը, երեքն է միասին աշխատում, բայց նույն պինցետը, որ հրաշքներ է գործում, նույն պինցետը կարող է նաեւ կործանել, բերել այնպիսի մի արդյունքի, որ հոնքերը այլևս չլինեն։ Այսինքն գործիքը նույնն է, բայց մոտեցումն է այլ, Եվ երբ որ տեսել ենք, որ այդ երեխաների հոնքերը դեպի վերև են, հիմա դեպի ներքև են աճում, այստեղից շատ պարզ հասկացվում է, որ եթե մեկ անգամ իրենց ուղղությունը փոխել են, ես սա խոսում եմ միայն հոնքերի մասին, հոնքերի տրիխոլոգիան դա կա հաստատի եւ տարբերվում է թարթիչների, գլխամազի եւ մարմնի ցանկացած այլ մազից։ Մեր մարմնի թվում է իրենք բոլորը մազ են մեր համար, բայց իրենք ունեն կյանքի կենսական տարբեր ցիկլեր, տարբեր առանձնահատկություններ, անգամ նույն մարդու մեջ տարբեր մազեր, տարբեր առանձնահատկություններ ունեն, դա շատ կարևոր է հասկանալ այդ մազաբանությունը հոնքերի հետ կապված։ Իհարց Նադիա ջան, ուղղակի զուտ նրա համար, որպեսզի ճշտենք ձեր հոնքերն ինչ ճանապարհ են անցել, որովհետև դա շատ կարևոր է, որքան շատ միջամտություններ ունեն հոնքերը, այնքան ճանապարհը մի քիչ ավելի դժվար է հասնել այդ կետին, նորից սկսել վերականգնել, բայց փառք Աստծո, անհնարին ոչինչ դեռ չկա ու հնարավոր է ինչ-որ փոփոխություններ անել ցանկացած տեսակի հոնքերի հետ եւ այս դեպքում նաեւ պերմանենտի հետ, գուցե դուք այնքան սիրեք ձեր այդ նորածին մազերը ու այս արհեստական այդ գրաֆիկան կոտրենք, հիմա այդ գրաֆիկան ձեր բնական տեսքը, այս ըստ ինձ, եթե ինչ-որ բան սխալ եմ, ինձ կներեք, հա, երբ որ ես օրինակ ձեր էջերը նայում եմ, միանգամից ֆիքսում եմ ձեր հոնքերի վրա, նախ մասնագիտորեն դա իմն է, բայց նայեք ձեր բնական տեսքի, ձեր աուրայի հետ, պատկերացրեք, մենք ինչ-որ մի դեղին կետ ունենք, դեղին շրջանակ ունենք, ու այնտեղ մուգ պիգմենտ կա, մենք միանգամից նայում ենք մուգ պիգմենտին, չենք նայում դեղինին։ Նմանատիպ մի օրինակ է ձեր դեպքում, ժամանակ առաջ եք կատարել հոնքերի շտկում։ Ուղղակի պինցետով։ Հա, ուղղակի պինցետով։ Սա նրա մասին է խոսում, որ մեր ֆորմայի ճիշտ տեղում չի, հոնքերը աճում են այնտեղ։ Ես ամեն օր բզբզում եմ։ Ահա, դա ամենաառաջինը հոգեբանական խնդիր է, ես դրա մեջ ապրել եմ, լույսն էլ ապրում։ Տեսեք, երբ որ ձեր հոնքերը սկսեն ձեզ դուր գալ, դուք էլ չեք բզբզա։ Հիմա իմ հոնքերը իդեալական չեն, ու ես եմ մասնագետ եմ, բայց ես հասկանում եմ, որ հոնքերին ժամանակ է պետք, որպեսզի իրենք ծլեն։ Լիարժեք, որ մենք հասկանանք իրենք ուր են ուզում, պատկերացրեք ինչ-որ մի նորածին, ինչ-որ մի բան է ուզում անել, դուք իրենց չեք թողում, բամփում եք, խանգարում եք, այսինքն կորցնում են իրենք իրենց ճիշտ ուղղությունը ու մենք խախտում ենք այդ մեր բնական օրգանիզմի այն ինչ որ ինքը իրականում մեր համար ամենասիրունն է ստեղծում։ Նորին ենք կատարում, ոնց հասկացա հոնքերի շտկում։ Այո, հիմա երբեմն վերջին մեկ տարին։ Կտրել ենք հոնքերը, ես տեսա, լամինացիա արվել է։ Չէ։ Աճեցնելու փորձ ունեցել ենք։ Չէ։ Ինչ միջոցներ եք օգտագործում հարդարման մատից, ստվերաներկ, գել։ Մի հարց էլ, ինչ որ յուղեր, ինչ որ խնամքի բաներ օգտագործում եք։ Չէ։ Դրանք ինչով են խանգարում, մեր հոնքերին 3 բան է անհրաժեշտ իրականում, շատ բան անհրաժեշտ չէ։ Իրանք ի բնեի ծնե չեն նախատեսված եղել, որ մենք իրանց ներկեինք, կտրեինք, չգիտեմ ինչ ասես անեինք։ Իրենք նախատեսված էին պաշտպանելու համար մեզ, մեր իսկ միֆ է թե իրականություն, որ կտրելը կոպտացնում է հոնքի։ Իհարկե իրականություն է, որովհետև հոնքը այն մազն է ու թարթիչը, որ պետք է ունենա ծայր։ Ավարտում ծայր չունենալու դեպքում, նայեք այստեղ, երբ որ մեր հոնքը չի ունենում ծայր, ինքը նաև չի կարողանում հաստանում է, այսինքն վերջավորություն չի ունենում ու չի կարողանում մազի ուղղությունը կառավարել։ Սկսում է ինքը փոխել, այսպես ասած, ինքը գիտակցում է, դառնում է գլխամազի նման գենետիկորեն ինքը իր կառուցվածքի, իր առանձնահատկությունը կորցնում է ու սկսում է ավելի աճել, այսինքն ինքը պետք է մի քանի ամսվա մեջ փոխվեր դուրս գալ, ծլեց, միջին տարիք եղավ եւ ասենք դի դուրս գալ ինքը, բայց դուրս չի գալիս, չի փոխվում, որ հաջորդ սերունդը դուրս գա։ Մենք իրեն կտրում ենք, ինքն ասում է իհարկե ես հիմա կսկսեմ ավելի արագ աճել։ Անկամ ինքը հաստանում է, կոպտանում է, դուք պատկերացրեք ծառ, որը ծայր չունի ճյուղ, ու պատկերացրեք ծառը ճյուղ, որը ունի ծայր, այսինքն ավարտ չունի, մարմինը կիսատ է, ինքան էլ իրան լիարժեք նայեք, ինքը անհատապես կիսատ է։
ու այո կոպտանում է, հաստանում է, եթե ուշադիր լինեք, տղամարդկանց մոտ է շատ լավ նկատվում մեծ տարիքում, երբ որ իրենց մոտ հակառակն է, եթե կանանց մոտ մեծ տարիքում սկսում է թափվել, հորմոնալ ֆոնի վրա, տղամարդկանց մոտ հակառակ էֆեկտն է, իրանք կոշտանում են, կոպտանում են ու մենք կտրելուց արդեն պապիկների մոտ տեսնում ենք այդ հաստ, կոշտ, ցցված մազերը։ Արի գուցե հենց այդ չորությունը չի թողնում, որովհետև հոնքերին ջուր շատ է պետք, դա մեր մազերի ամենակենսական, այստեղ ես հատուկ մազերը, որը որ գտնում եմ, փորձում եմ իրենց ուղղությունը դեպի թեքել, որ իրենք բացվեն։ Շատ ինչ որ չեմ կարողանա աշխատել, քանի նայ հենց որ ես հեռացրեցի, process-ը սկսում է։ Օրգանիզմը, այս տակը ինքը արդեն սկսում է ակտիվանալ արյան շրջանառությունը, մեր օրգանիզմը ոնց է աշխատում, չէ, որտեղ հիվանդ տեղ ունենք, միանգամից ընդեղ ենք անդրադառնում։ Ինչ ենք անում հիմա։ Հիմա վերջում ուղղակի արևապաշտպանով փորձում ենք պաշտպանել մաշկը, այն հատվածները, որտեղ ես պինցետով աշխատել եմ, քանի որ ամեն դեպքում մեխանիկական շերտազատում է տեղի ունեցել ձեր մաշկի հետ կապված, մաշկը մեխանիկորեն շերտազատվել է եւ արևի հանդեպ ավելի զգայուն է դառնում, պաշտպանում եմ, որին պատճառով պիգմենտացիան չավելանա տվյալ հատվածում։ Եկեք ցույց տամ նվերների մի մասը, որոնք բերել էի իվենթից ու արդեն ավարտան վլոգը, որ կարողանամ հաջորդ վլոգը սկսել։ Մի մասը չեմ հիշում արդեն, թե ինչ եմ արել։ Այստեղ այսպիսի հետաքրքիր գիրք տետր ունեինք, ֆլոմներ են, որոնք փչելով պետք էր երեխան ներկեր, այս ձևանմուշները, որոնք փակցնում է այստեղ, ֆլոմներով ներկում է, հետո այստեղ ստիկերներ կային, որոնք էլի պետք էր փակցնել, մի խոսքով շատ հետաքրքիր աշխատանքային գիրք տետր էր, Առնոն ահագին զբաղվեց սրանով, այստեղ խնամքի պարագաներ են ինձ համար, այս տոպրակը կապ չունի իվենթի հետ, հաջորդ վլոգի ընթացքում կասեմ, թե ինչ տոպրակ է, մեզ համար շատ կարևոր մի բան է, իսկ սրանք այն իրերն են, որոնք բերել էի իվենթից, դե սա իմ պատվերներ, Onyx-ից, սկզբում վլոգի տեսել եք դուք արդեն, այստեղ խնամքի պարագաներ են, մարմնի սկրաբ է, կրեմ, այստեղ սպոնժը, այսպես, շատ հարմար է, էլի ինչ-որ լոսյոնը, այստեղ հիալուրոնա թթվով լոսյոնը, վիտամինային, որն անպայման կօգտագործեմ, սա արևայրուքի յուղը փայլիկներով, հաստատ կօգտագործվի դեմնամոռը և էլի սպոնժ։ Ու էլի տարբեր բաներ, որոնք չեմ հիշում արդեն, թե որը ուր եմ դրել։